Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ռուսական զորքերը հաղթանակում են Ուկրաինայում տարվող իր ձևակերպման բարդար պայքարում, նշել, որ ամբողջ երկիրն է քրտնաջան աշխատում այս ուղղությամբ։ ՌԴՊՆ-ն տեղեկացրել է, թե ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի արևելքում Դոնեցկի շրջանի որոշ կարևոր հատվածներում գտնվող ևս երկու առաջնագծային բնակավայրեր։ Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 20 կետից բաղկացած ծրագիրը, որը կոչված է վերջ դնելու հակամարտությանը Մերձավոր Արևելքում։ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը շատ մոտ է, հայտարարել է ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետի հետ բանակցություններից հետո։ Եթե Համասն ընդունի իմ առաջարկը, ապա դա նշանակում է բոլոր պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում եւ բուն պատերազմի ավարտ, հավելել է Թրամփը։ Իր հերթին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահի ծրագրին։ Եվրոպական, արաբական եւ իսլամական բազմաթիվ երկրներ ողջունել են ԱՄՆ նախագահի խաղաղության առաջարկը ավարտելու Գազայում շուրջ 2 տարի տևող պատերազմը։ Եվրոպացի առաջնորդները նաեւ ծրագրին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ Հայաստանը նույնպես աջակցել է նախագահ Թրամփի նախաձեռնությանը։ Ռուսաստանի ագնախարար Լավրովի համոզմամբ կիրակի օրը Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծված են, քվեները մանիպուլացվել են երկրի իշխանությունների կողմից։ Լավրովի խոսքով իշխող կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ստանալ բացառապես արտերկրում, նախևառաջ Եվրոպայում ապրող Մոլդովայի քաղաքացիների քվեների հաշվին։